Այժմ առաջարկում եմ տեղափոխվել Ֆրանսիա, Լիոն, որտեղից կլսենք Կովկաս կենտրոնի ղեկավար Հիլդա Չոբոյանին։ Բարև ձեզ, տիկին Հիլդա։ Բարև։ Նախ կասեք, Եվրամիություն, Միացյալ Նահանգներ այդ լարվածությունից ում գլուխն է ավելի շատ ցավելու ի վերջո։ Գարձեմ, որ բոլորի գլուխն է ցավելու։ Եվ Եվրամիության եւ Միացյալ Նահանգներու, որովհետեւ այս Միացյալ Նահանգներու նոր մաքսային քաղաքականությունը շատ մեծ խնդիրներ պիտի առաջացնի եւ Եվրոպա եւ Միացյալ Նահանգներ։ Այդպես ալ չէ, որ Միացյալ Նահանգները շահավոր պիտի դուրս գան այս խնդրեն, թեև գաղձիկներ կան, մասնավորապես ծանոթ, հանրածանոթ այսպես էկոնոմիստներու, որոնք գսեն, որ մի քանի տարի յետ Միացյալ Նահանգները շահավոր պիտի դուրս գան այս վիճակեն, որովհետև պիտի եթե կարողանան թիմանալ մի քանի տարի, պիտի ամբողջ իրենց ջարդարարվեստի ամբողջ համագարկը պիտի կարողանան վերագետրոնացնել Միացյալ Նահանգներու մեջ եւ այս կարծիքը գոյություն ունի համենայնտեպս, բայց առայժմ կգարձեմ, որ երկու կողմերն ալ ծանր բանի մեջ կգտնվին, ծանր տնտեսական եւ քաղաքական ծանր վիճակի մեջ կգտնվին։ Անգամ Եվրամիության բարձր պաշտոնյաների կողմից արդեն վերջնագրային հայտարարություններ են հնչում, որ Միացյալ Նահանգներ Եվրամիություն հարաբերությունները նախկինը այլևս չեն կարող լինել։ Գիտեք, նաև վստահության խնդիր կա, որտեղ Եվրամիությունը մինչև հիմա այսպես աչքերը փակ, ականջները փակ վստահած էր Միացյալ Նահանգներուն իր անվտանգության խնդիրներու եւ զանազան ոլորտներու մեջ, թե տնտեսական, թե քաղաքական խնդիրներու մեջ, որ քիչ մջիկ թափելով եւ Միացյալ Նահանգներու այսպես հրահանգները, բաները կատարելով կարող էին Եվրամիությունը փառքավաճ վիճակի մեջ բահել եւ գարձեք թե այսօր այդ նոր շարժումը վստահության պամը ուրիշ հանգրվան անցանք, անվստահության ավելի ճիշտ ուրիշ հանգրվան հասավ Եվրամիությունը, ես կգարձեմ, որ սովներ կան, այսինքն վերլուծաբաններ կան, որոնք Եվրոպայի մեջ կսեն, որ արդեն իսկ Միացյալ Նահանգները Եվրոպայի հանդեպ շատ այսպես անարգանքով եւ բանով կվերապրվեին, բայց գբահեին քախնի ծևով գվերապրվեին, այսինքն արիերես բարեկամական, բայց յետին միշտ այս քաղաքականությունը վարած է Միացյալ Նահանգները Եվրոպայի հանդեպ եւ թե այսօրվա նախագահը բացահայտ կերպով գսե թե Եվրոպան այլևս Միացյալ Նահանգներու պաշտպանյալ միավորը չէ։ Ամբողջ խնդիրը այն է, թե Եվրամիության երկրները հիմա ինչ պատասխան են պատրաստում Թրամփի այդ մաքսատուրքերին։ Կգարձեմ, որ պատասխանը կգնա հետաքրքրական պատասխան լալ, այսինքն հաջող պատասխան կգնա լալ այսօր, թեև Եվրամիությունը այս որոշումները առնելու համար միացայն պետք է ներկայանա եւ այդ միացայնությունն է ուն խնդիրը, որովհետեւ մի քանի երկիրներ կան Եվրամիության մեջ, որոնք կգնան Եվրոպական հանձնաժողովի առաջարկները չընդունել։ Ուրեմն առայժմ այս վիճակի մեջ ենք, սպասողական մեկ բան կա, վիճակ կա այսօր։ Եվրամիությունը կգնա ճիշտ նույն որակով, նույն քանակով բաժամիջոցներ որոշել Միացյալ Նահանգներու հանդեպ եւ որոշ շատ ռազմավարական ոլորտներ Միացյալ Նահանգներու մեջ իսկապես Եվրոպական միության արտադրանքներում պետք պիտի ունենան։ Օրինակի համար կխոսվի
օտանավային ջրդարարվեստի մասին, որու կարևոր կոմպոզանտները, կարևոր դարերը գարդատրվին Ֆրանսիայի կողմէ եւ եվրոպական ուրիշ երկրներու կողմէ։ Ուրեմն խնդիրը այնքան էլ բարձ չէ, Եվրոմիությունը կպատրաստվի այսպես խիստ միջոցներ ձեռնարկելու եւ ոչ մեկ ցերով թրական չէ այս գացությունը։ Կարևոր է Մեծ Բրիտանիան ինչպես կպահի, չէ՞ իրեն Տիկին Հիլդա։ Շատ կարևոր է Մեծ Բրիտանիան ինչպես պիտի պահի, շատ մեծ կասկածներ կան, որ Մեծ Բրիտանիան պիտի սկիզբը պիտի այսպես քրքրե Եվրոմիության հանրային գործիքը եւ այլն եւ հետո պիտի քաշվի եւ պիտի համաձայնի Միացյալ Նահանգներուն հետ առանցին համաձայնություն պիտի գտնի համենայնիվս Միացյալ Նահանգներուն հետ միշտ այսպես եղած է պատմության մեջ եւ այդ վախը եւ այդ կասկածը գոյություն ունի բայց ոչ միայն որովհետեւ ամենակարևորը իմ կարծիքով Եվրոմիության այսօր Գերմանիան է Գերմանիան շատ կենտրոնական բան ունի կարևորություն ունի այս խնդրի մեջ որովհետեւ Գերմանիան ջրդարարվեստի ամենակարևոր երկիրն է Եվրոմիության մեջ եւ գարձեք թե Միացյալ Նահանգներու նպատակը նաեւ Գերմանիան դգարացնել է այնպես որ շատ հստակ բաներ կարելի չէ ասել այսօր մեկ բան կա որ հստակ է ինձ համար ամենատեղս հստակ է այն որ եվրոպական միությունը հնարավորությունը չունի Ուկրաինայի պատերազմը ֆինանսավորելու այո, բայց Ուկրաինայի պատերազմի նեցուկ կանգնելու ռազմական առումով հնարավորություն չունի այսօր Եվրոմիությունը։ Չնայած այդ հայտարարություններին մտածում։ Չնայած այդ հայտարարություններու, որտեղ այդ հայտարարությունները քաղաքական հայտարարություններ են, որոնց յետին այսպես գազագերված եւ գառուցված բան գոյություն չունի ծրագիր գոյություն չունի։ Առայժմ կարծեք թե քաղաքական որոշումներուն, քաղաքական այսպես եւ ես քաղաքական գսեն ոչ խորքային իմաստով չէ, բայց այսպես հանրային խոսքի իմաստով պատասխան կպատրաստի Եվրոմիությունը հետևաբար կարծեմ որ Եվրոմիության այս վերջին հայտարարություններեն յետք կորձի անցնելու համար շատ հսկա ճանապարհ կա անելիք եւ ժամանակ պիտի առնի։ Տիկին Հիլդա, հուսով եմ իրավիճակը այնքան լարված եւ վատ չէ, որ տուժի դրանից հայ ֆրանսիական ռազմական համագործակցությունը։ Ես չեմ կարծել, որ ազդեցություն կունենա Ֆրանսա-Հայաստան ռազմական համագործակցության վրա, որովհետև այդքան հսկայական կարևորություն չի ներկայացնել այդ ռազմական համագործակցությունը, ինչ որ Ֆրանսան Հայաստանին գուտա, կգարձեմ, որ լավ է, շատ կոհենք, բայց այդ չէ, որ մեծ տարբերություն պիտի ունի այսօր Հայաստանի պաշտպանության համար։ Հետևաբար չեմ կարծել, որ այսօր կարողանանք կասկածել այդ մասին, տարբերություն պիտի չլա Հայաստանի հետ հարաբերությունների վրա։ Տիկին Հիլդա, վստահ եմ հետևել եք այս օրերի այդ տրամադրություններին, ինչու չի ստորագրում Բաքուն հայ-ադրբեջանական պայմանագիրը, արդեն համաձայնության եկած։ Ներողություն չհասկացա, ինչու Մակրոնը չի ստորագրում։ Մակրոնը չէ, Բաքվի մասին է խոսքը, ինչու։ Ներողություն, սխալ լսեցի։ Որովհետև Ադրբեջանը հետաքրքրված չէ այդ պայմանագրով։ Բայց ինքը Ադրբեջանը հայտարարեց, որ մենք ավարտել ենք Երևանի հետ եւ համաձայնեցրել ենք բոլոր կետերը, հա։ Այո, այսինքն շատ հայտնի է, որ Բաքվի համար շատ ավելի հերագա նպատակներ կան, որոնք այդ պայմանագրով կգնան նույնիսկ խոչընդոտվել այսօր։
Իմ կարծիքով Բաքու երբեք հետաքրքրված չէ Հայաստանի հետ խաղաղության ծրագրով, ոչ միայն պայմանագրով, այլ նաև ծրագրով։ Այսինքն մեր բոլորին տեսած տեղեկություններով Բաքվի բանջարները շատ ավելի հերու եղան քան այդ պայմանագիրը, եւ հետո գտեսնենք, որ պայմանագրի բոլոր պայմանները վերջանալ, այսինքն համաձայնեցվել է վերջ, նոր պայմաններ կստեղծվին այսօր եւ շարունակապար այսպես պիտի Բաքվի հետ հարաբերությունները պիտի չստորագրվի այդ պայմանագիրը, ըստիս ոչ միայն պիտի չստորագրվի, այլ շատ ավելի ծանր բաներով, պայմաններով պիտի հետապնդվի, այսպես, պիտի շարունակվի այս խոսակցությունը, այս երկխոսությունը։ Ձեր նկարագրածը փակուղի եք նկարագրում փաստորեն հայ-ադրբեջանական բանակցություններում։ Ես բանակցություններու չեմ հավատացած մինչև հիմա եւ Հայաստանի իշխանություններու այն հույսերը, որ մեկ խաղաղության պայմանագրով պիտի խնդիրը պիտի լուծվի Ադրբեջանի հետ, գարդու անհետետ մեկ բան է, մեկ կարծիք է, մեկ վերաբերմունք է։ Բաքուության մեջ շատ տեսած ենք այդ բարակաները, ու խաղաղության պայմանագրին ետք միշտ պատերազմը վերսկսած է։ Այնպես որ ես կգարձեմ, որ Բաքուն նաև կսպասե դարաձաշրջանային զարգացումներուն, թե Միացյալ Նահանգներ եւ Իսրայել ինչ պիտի լինեն Իրանի հետ, եթե պատերազմը սկսի, Բաքվի համար պայմանագիրը բոլորովին երկրորդական եւ ավելորդ մեկ բան է, մեկ խոչընդոտ է։ Բայց նկատեցիք, չէ, քանի երկիր էր ոգևորվել, ինչքան միջազգային կառույցներ էին գրեթե ստորագրած համարում այդ պայմանագիրը։ Անգամ Վաշինգտոնի Հայաստանի անվտանգությունը միջազգային գազագերբություններու, միջազգային ուժերու փոքր չէ, իրենց խնդիրը չէ։ Իրենց խնդիրը, ինչպես վերջերս Von der Leyen հայտարարեց, ճանապարհներու բացումն է, արևելք, արևմուտք, արևելք Եվրոպա ճանապարհներու արգայությունը։ Եվ հատուկ նշեց Հայաստան, Թուրքիա, Ադրբեջան սահմանի բացում։ Եվ այս երեք երկիրներու միջև այսպես համացանության գոյությունն է իրենց համար հետաքրքրական, որտեղ վերջապես գլխուցավ է Հայաստան, Ադրբեջան, Հայաստան, Թուրքիա խնդիրները այս երկիրներու ղեկավարություններու համար գլխուցավ է վերջապես։ Հետաքրքրված չեն իրենք, այսինքն հայկական կողմը պետք է դիտվի այս խնդիրը մեր կառավարության կողմը եւ ոչ թե ուրիշներու ծափահարություններով առաջնորդվի։ Մյուս հանգամանքը խաղաղության պատրաստվող երկիրը այդպիսի դատավարություն չէր կազմակերպի Բաքուն, չէ՞, Տիկին Հիլդա։ Բնականաբար, եւ իր առաջին զինադատարի պայմանները պետք է իրականացնել, ոչ չէ եղած։ Եվ այսօր այդ պայմանագրի անդեսումեն վերջ այսօր նոր պայմաններ գտնվի եւ այդ պայմանագրի որոշ գեդերը վերցանե Բաքվի իշխանությունը, այսինքն այս մասնավորապես այս հայկերիներու խնդիրը ցցուն մեկ պատկերը կներկայացնե, թե Բաքուն ինչ կուզե Հայաստանի համար։ Իրականում Հայաստանի այդ դատավարությամբ ինչ է ուզում Բաքուն, Տիկին Հիլդա։ Ուր է տանում։ Ես կգարձեմ, որ Բաքուն Հայաստանի pedagogiության վերջը ուզե։ Բաքվի այսօրվա նպատակը Հայաստանի pedagogiությունը վերջացնել է, եթե ոչ անմիջապես, աստիճանաբար, անմիջապես հարավի վրա իր իշխանությունը հաստատելով, բայց ավելի երկար ժամանակի վրա կգարձեմ, որ կփորձեն եւ Թուրքիան նույն բանն է իրականության մեջ երբեք չեն երևակայել, որ Թուրքիա եւ Ադրբեջան դարբեր
գեցվածներ ունենան Հայաստանի հանդեպ, մեկը շատ ուղղագի գերբով, մյուսը անուղղագի գերբով այդ նպատակը կհետապնդի, կփորձեն Հայաստանը վերածել այսպես արբանյակ երկրի որ ինքնիշխանություն պիտի չունենա եւ որ Ադրբեջանի եւ Թուրքիո այսպես որոշ չափով քաղաքականապես եւ մեծապես տնտեսապես իրենց ենթակայության դա գտնվի այս երկիրը։ Ինչ է պետք հասկանալի է, ինչ է պետք անել, որ Բաքվի այդ կեղծ դատավարության վրա միջազգային ճնշումը լինի համարժեք։ Դեք բոլորս կպնդրենք այդ բանը, այդ միջոցը, բայց Հայաստանի իշխանություններու քաղաքականությունը նաև թերագադարություն ունի այս միջազգային վերաբերմունքի վրա։ Ես կգարձեմ, որ Հայաստանի իշխանություններն են, որ պիտի կարողանան բանը փոխել։ Հանրային կարծիքը այո կարևոր է, բայց փափուկ ուժ է հանրային կարծիքը։ Մենք կգնանք հանրային կարծիքի վրա ճնշել, հանրային կարծիքներու վրա կգնանք աստել, բայց իսկական քաղաքականությունը Հայաստանի իշխանություններու կողմէ գտնա պետություններու վրա աստել։ Սա այսինքն հստակ մեկ բան է, հստակ մեկ գործընթաց է, որու բանալին կգտնվի Հայաստանի իշխանություններու ձեռքի մեջ։ Այսինքն Հայաստանի իշխանությունները կարող են Բաքվի հետ բանակցելով լուծել այդ հարցը։ Ոչ միայն Բաքվի հետ բանակցելով, Բաքվի հետ պետք է բանակցի անշուշտ, բայց նաև իրենց Հայաստանի իշխանություններու խոսքը, Հայաստանի իշխանություններու արձարծած նյութերը միջազգային հարաբերություններու մեջ երկկողմանի կամ բազմակողմանի պետք է շատ հստակ կերպով տնե, որ Բաքվի հետ բանակցությունները այսօր այս վիճակի մեջ կգտնվին, ոչ թե հույսեր ներշնչեն եւ այս իրենց խոսույթով նաեւ իրավունք տան բոլոր անոնց այն ուժերուն, միջազգային ուժերուն, որոնք փորձեն ներկայացնել այս խնդիրը որպես այսպես քրեթե վերջացած խնդիր։ Ես իսկապես բանեմ շատ զարմացած եմ, որ Հայաստանի իշխանությունները այս վերաբերմունք ունին հայքերիներու նկատմամբ։ Միջազգային հայցերը նկատի ունեք։ Միջազգային հայցերը ետ քաշելու խնդիրը դա Բաքվի պայմաններից մեկն է։ Բայց նաև հարաբերություններու մեջ, այսինքն քաղաքական եւ դիվանագիտական հարաբերություններու մեջ ուր է ինչ է դերը, ինչ դեր դված է Հայաստանի իշխանությունը քերիներու խնդրին օրինակ։ Ոչ միայն թադավարություններու, այսինքն միջազգային ադյաններու մոտ, սա մեկ խնդիր, ադիկա շատ փակ խնդիր է, գիտեք վերջապես։ Բայց հանրային կարծիքի մեջ, միջազգային հանրային կարծիքի մեջ Հայաստանի իշխանությունները խոսք չեն ասել։ Եվ քաղաքական հարաբերություններու մեջ այս մասին չեն բարձրացնել։ Բա ինչպես եք լուծումը պատկերացնում, Տիկին Իլդա։ Ես անշուշտ որ ներքին քաղաքական բաներով պիտի չսպառվիմ Հայաստանի, բայց կգարձեմ, որ իշխանություններու այս վարկակիցը պետք է փոխվի, եթե այս իշխանությունները պիտի մնան, այս իշխանությունը ինգարձիկով իրավունք չունի այս քաղաքականությունը շարունակելու։ Խոսքը արտաքին քաղաքականության մասին։ Արտաքին քաղաքականության մասին է, բայց նաև ներքին քաղաքականության մասին։ Երբ խոսվի Արցախի խնդրի վերջնական լուծման մասին, Արցախի ժողովրդի վերադարձը բոլորովին հայ-ադրբեջանական բանակցություններում Տիկին Իլդա Արցախի խնդիր չկա։ Այդպես որոշված է, բայց գիտեք դիվանագիտությունը շատ ավելի մեծ հնարավորություններ կուտա խնդիրները թե բանակցելու եւ միաժամանակ խնդիրները դարբեր ծավալով լուծելու։ Իմ կարծիքով իշխանություններու այս բաներու Ադրբեջանի բանջներուն այսպես խոնարհաբար եւ
համեստափար մոդենալու այս քաղաքականությունը գարձեմ, որ շատ ավելի վտանգ կներկայացնի Աբակայի համար եւ կքաչելերի Ադրբեջանի իշխանություններու այս անփարդավան եւ համարձակ քայլերը։ Շնորհակալություն Տիկին Հիլդա, այսքանը այսօր։ Շնորհակալություն ձեզ։ Լիոն ներկապի մեջ մենք լսում ենք Կովկաս կենտրոնի ղեկավար Հիլդա Չոբոյանին։